տեսեք դասագրքի մեջ մեզ մի հանձնարարություն կար եւ ասում էր խաղաղ վաճերի փոխարեն եւ մարդ հայտարարում։ Իսկ հիմա խաղում են երեխաները։ Պետք է խաղան երկու թիմերը սպիտակների եւ սևերի։ Խաղը կայանալու է խաղատախտակի վրա։ Երեխաները լինում են շախմատի խաղահարաշ։ Խնդրեմ, համեցեք, Վաճեն եւ փոխարեն խաղան են, իսկ որի փոխարեն խաղում է հաշվը։ կամաց։ Արի այսօր, Վահե ջան, մոտեցիր։ Խաղում են սպիտակները, մատ են հայտարարում 3 քայլից։ Խնդրեմ։ Արկա հաշ 1, Թագուհի հաշ 6, Նավակ Ժ 1, Զինվոր Ժ 7, Հենդե 5, Բ 3, A 2, Արկա Ժ 8, Թագուհի Ե 2, Նավակ F 5, Ց F 7, F 5, F5, A7, Այո, ոչինչ, բացակայ է, բայց կրվում խնդրի լուծմանը։ Հայտարարում եք մատ 3 քայլից, լսում եք քեզ։ Թագուհի շարժվիր հաշ 6-ից հաշ 7, Շահ, Արկա վերցրու հաշ 7-ը։ Բարձր ասեք։ Զինվոր Ժ 7-ի շարժվի Ժ 8, փոխհամապոխարման դաշ, Եվ դառնում եք, ասա։ Ես անցունակ զինվոր եմ, հասա փոխարդման դաշտ և դարձա թագուհի։ Շահ, Արկա հաշ 7-ի շարժվիր հաշ 6։ Թագուհի շարժվի Ժ 8-ից Ժ 6, Շահ, Եվ մատ։ Իսկ ով կարող է ասել, մատը որն էր, Աշոտ կարող ես ասել։ Եթե արկան շախի տակ է եւ փախչելու տեղ չունի, կոչվում է մատ։ Շատ ապրեք, ճիշտ ուզեցիք խնդիրը։ Հիմա տեղավորվում ենք, մեջտեղը դա, ապրենք, որը եւ վաճեն ապրենք։ Առակի վրա են կատարում մայրենի գործնական աշխատանք, երկգործնական աշխատանք կոչվում է մանրակերտ։ Հիմա մենք դասանյութի միջից 5 կետեր ունենք, որոնք պետք է գտնենք եւ լրացնենք եւ կազմենք մեր առակի մանրակերտը։ Առաջին գտնում ենք, պետք է ասենք, եւ ասում ենք մեկ նախադասություն, որն արտահայտում է տեքստի հիմնական իմաստը։ Երկրորդ, ասելու ենք մեկ արտահայտություն, որը կարևոր է առակի համար, ասենք մեկ բառ, որն արտահայտում է առակի իմաստը, ասելու ենք, թե ինչ գույն ուներ մեր առակը եւ վերջում մենք բացահայտենք, թե որն է առակի բովանդակության լավ կողմը։ Մտածեցիք, հերթով հիմա խմբերը ասելու են եւ տեսնենք, համընկնի՞ ձեր կարծիքները։
Եվով ջան ասա, մեկ նախադասություն, որը առագի հիմնական իմաստն է։ Մեկ նախադասություն, համաձայն եք որտեղ նախադասություն, Հայանից եմ դու ասա։ Իսկ որտեղ գործած է միություն, այնտեղ չի լինի երբեք բարդություն։ Մյուս խումբ տեսնենք, նույն նախադասությունն է կդել, թե ուրիշ, նույնն է մնացիք ջան, նույն նախադասությունն է, որն ես կդել դուք։ Սեր։ Նախադասություն, ուշադիր եք, այ, տեսնում եք, բոլորիդ երևում է առաջադրանքը, նախադասություն են կդելու։ Իսկ մյուս խմբի անդամներ համաձայն եք Քայանեի հետ, սա է այս նախադասությունը, որը առագի իմաստն է արտահայտում։ Լավ, շարժվենք առաջ, գտնում ենք մեկ արտահայտություն, այսինքն մեկ առակապակցություն, որը առագի հիմնական իմաստն է արտահայտում։ Այն խմբից ուզանում եք կդել։ Սեր ու միություն ձեր կողմից ունեք ուրիշ առակապակցություն։ Լավ, նախադասության միջից դուրս թրեցիք, հա? Սեր ու միություն։ Իսկ ո՞րն է գլխավոր բառը, մեկ բառ։ Տեսնենք, խնդրեմ աշոտեցը։ Սեր, իսկ դուք ինչ կասեք, Լեիդա ջան ասա։ Միություն։ Համաձայն եք, որ համ սերն է գլխավոր բառը առագի մեջ եւ նաեւ միությունը։ Համաձայն եք երեխաներ։ Շատ լավ։ Իսկ ինչ գույն ուներ մեր առակը, ինչ գույն ուներ, տեսնենք աշոտիկ ջան դու ասա։ Սեր և սպիտակ գույններ ուներ, հա, երկու գույն ուներ առակը, ձեզ համար ինչ գույն ուներ առակը, պարտադիր չի, որ շախմատի գույներով ասեք, ավելուկ գտնում եք ուրիշ գույներ ուներ։ Լավ, ասեք, տեսնեք, ասացեք, դվահե ջան ասա։ Ինչ գույն ուներ մեր 10 մեր առակը։ Սեր և սպիտակ, լավ, գերակշռող գույներն են համ մեր 10-ասերնյակում և շախմատի հետ կապված, լավ, ձեր կարծիքն է իրավունք եք ասել։ Հիմա երեխաներ ամենագլխավորը, տեսնեք, որն է այս առակի բովանդակության լավ կողմը։ Ինչն է լավն է առակի մեջ, ինքն է, կարող եք բոլորը դասեք, վահերից սկսենք, կարող եք կարծիքները տարբեր են բոլորի կրեսենք։ Ահա։ Սովորեցնում եք, որ միությունը լավ բան է, ահա, այլով ինչ է մտածել ասա, է գիտա ջան դու։ Որ սերը բնություն լինի, բոլոր մարդիկ կպարտվեն։ Եթե սերը միություն չլինի, կպարտվեն մարդիկ, լավ, տեսնենք։ Սեր։ Սերը սովորեցնում է, որ սերն է կարևոր, հա, լավ կողմը, էլ մարդ տեսնեմ լիլի ջան ասա։ Միություն լինի։ Լավ, այս առակը մեզ է սովորեցնում, գիտեք, որ դուք էլ պետք է միություն ունենաք ձեր տասանի մեջ։ Ահա, սերի խրտով ես կհաշտում։ Պայքար կար այստեղ, ճիշտ է, նույնիսկ ընկերները ինչ էին անում, խախտելով կանոնը զրուցում էին իրար հետ, մեկը մեկին ասում էր, որ քո փորձը լավ չէ, ճիշտ է, պայքարում էին, թեժ պայքար էր գնում, ով ինչ հասկացա, որ կարևոր լավ կողմն էր այս առակից։ Որ նրան չվիճեցին։ Չվիճեցին, ճիշտ է, պայքար կար, բայց վեճ չկա երեխաներ, առողջ մրցավ պայքար է, ճիշտ է, այդ նրանք ինչպիսին են, Քայանե ջան, դու ինչ էիր մտածել։ Համարձակ էին, իրենց կարծիքը արտահայտում էին, չէ՞։ Լավ, 21-րդ տարի մարդիկ էին, համարձակ էին, այնպես ինչպես դուք նայեք, ձեր մեր տասանի անդամները, աշակերտները համարձակ եք, համարձակությունը լավ բան է, եթե չափի մեջ է դնում երեխաներ։ Իսկ համերաշխ էին նրանք, համերաշխ էին, ճիշտ է, խոսքերով իրար հետ խոսում են, բայց վիրավորեցին միմյանց, ոչ, նույնիսկ նրանք չափի զգացումով, բայց ուզում են պայքարել, յուրաքանչյուրը ցնցում էր իր հաղթանակին։ Լավ երեխաներ, ուրեմն ինչպես նշեցիք, որ առակ էր մեր դասը, եւ նաեւ մենք անդրադառնանք մեր առակի նկարին, նկար ենք տեսնում դասագրքի առակի կողմը, չէ՞։ Տեսնենք, մեր առակի նկարին անդրադառնանք երեխաներ, դուք ձեր դասագրքի մեջ ունեք այս նկարը եւ տեսնենք, ինչ կվերնագրենք օրինակ այս նկարը։ Ինչ կվերնագրենք։ Ահա, մնացիք ջան, ինչ կվերնագրենք։ Լավ ընկերները շախմատ էին խաղում։ Լավ ընկերները շախմատ էին խաղում։ Ով ինչ կվերնագրի, Էմիլիա ջան, դու ինչ կվերնագրի։ Խորը եւ Վաչեն, դասերն ինչ է մտածել։ Խորը Վաչեն շախմատ են խաղում։
Ահա, այդքան երկար դիպուկ վերնագիչներեք։ Ահա, դու ասա։ Կարը եւ բաժի Խաղը, Կարը եւ բաժի պայքարը, Կարը ոնց բառը տեսեք, դասի մեջ էլ կա, ես ուզում էի այդ հարցին անդրադառնալ, բայց ոնց քրական բառ է։ Ինչ բառով փոխարինենք։ Ոնց բառը ինչպես փոխարինենք, որ լինի հայերեն քրական լեզվով։ Ինչպես էին խաղում, ոնցը գրվել է այդտեղ, բայց բանաստեղծության մեջ գուցե ներելի է, բայց բերեք մենք մաքուր հայերենով խոսենք, լավ։ Ահա, Աշոտ։ Շախմատ էին խաղում։ Երկու ընկերներ։ Կարելի է նաև վերնագրել ընկերություն։ Ռուզանիա, դու ինչ ես մտածում։ Երկու ընկերների խաղը Խաղ, շատ լավ երեխաներ, իսկ առակին էլ կարելի է այդ նույն վերնագիրը դնել։ Առակին կարելի է նույն վերնագիրը դնել։ Ահա, համերաշխություն, ընկերություն եւ այսպես։ Մենք պետք է ամփոփենք մեր դասը։ Գեր Ալեքսանյան ջան, դուք Ուրեմն այսօրվա մեր դասը մենք ամփոփենք ծնատների մեթոդով։ Հիմա ես առաջինը փոխանցում եմ ձեզ, մարտավարական հնարքներից մեկը ասում եմ եւ ծնատներին փոխանցում եմ Լիլիթին։ Պապ։ Հարցրեք ասելու։ Հրապուր Պատուհան Պատարակը Մոտ Ջալնաշող Շահ Շեղում Եվ փոխանցում ես ինձ։ Շեղում Շեղում Միջանկյալ շահ, ծնակի հարված, պանարակալ, իսկ հիմա մենք նույն խաղը խաղում ենք սևերի խմբի հետ եւ ծնագնդիով ես փոխանցում եմ առակի մասին ենք խաղում ենք։